Ուզում եմ վաճառել տունը ու գնամ երեխեքի մոտ։ Երկու սենյականոց է Ռեպինի վրա, առաջի հարկ, գնում եմ Կիև։ Ասիա Հովհաննիսյանը արդեն 10 տարի մենակ է բնակվում, երեխաները ընտանիքներով Ուկրաինայում են դեռ 2000-ի սկզբներին, աշխատանք չունենալու պատճառով մեկնել են ու մնացել օտարափերում, հիմա էլ մորն են կանչում, ասում է դժվար է գնալը, երբ 70 տարի Գյումրիում է ապրել, հատկապես որ ամուսնու գերեզմանն է այստեղ, սակայն ուրիշ տարբերակ չկա։ Շատ ցավով է, որտեղ ծնվել ենք ստեղ շատ դժվար է, բայց թե անձնական կարիքները, հանձնական հոգեգան հանգիստը ավելի կարևոր է։ 10 տարի կանչում էին, ասում էի գնացող չեմ, հիմա այլևս անհնարին է։ Ասիա Հովհաննիսյանը վճռել է, հենց այսօր վաճառքի է հանել բնակարանը։ Այս որոշումը առավոտյան ընդունեց, երբ մանրեց 23000 դրամ կազմող թոշակի վերջին 1000 դրամանոցը։ Միանգամից միտքը փոխեց ու որոշեց բնակարանի վաճառքի հայտարարություն տարածել։ Վերջում էլ հայրենիքից հեռացողի տխուր ու վճռական հայացքով հաջողություն մաղթեց մեզ ու հեռացավ։ Այս վերջի ընթացքում ավելի շատ նկատում է, որ մարդը վաճառում է ունեցվածքը, տուն, օբյեկտներ, այսինքն հիմա ստացվում է այնպես, որ մեր դիտարկմամբ էլի, ոնց որ ֆինանսապես ապահովված ընտանիքներ են հեռանում։ Նույնիսկ անձնական զրույցներ են եղել, այստեղ երիտասարդներ եղել, ասենք նույն այդ հիասթափությամբ, բայց արդեն գործ ունենալով հանդերձ այդ գործն են փակում եւ հեռանում։ Արտագաղթի երրորդ ալիքը 2008 թվականից հետո է սկսվել, 2010-ին ահագնացել է։ Գնում են հիմնականում ֆինանսապես ապահովվածները, ովքեր նաև որոշակի բիզնեսի են տիրապետում, գնում են հիմնականում երիտասարդները, իսկ հայրենիքը ամեն հարմար առիթի դեպքում լքելու ցանկություն բոլորն ունեն, վստահեցնում է շրջապատ շաբաթաթերթի տնօրենը։ Թերթում մենք վերատպեցինք մի տեղեկություն, որտեղ ասում էր, որ ռուսական իշխանությունները ինչ-որ իմիգրացիոն, այսպիսի ծառայություն են մատուցում, տրամադրելով տուն, տեղ, չգիտեմ, բնակարան, այնտեղ ինչ-որ նաև քաղաքացիություն են տալիս միանգամից, որպեսզի պրոբլեմ չունենա բան։ Ես ցավով այդ հոդվածը մենք դրեցինք էլի, որտեղ իրոք ցավով էր գրած նաև, թե ինչ հայաթափության բան է, ոնց որ խթան հանդիսանա դա։ Մենք էլ ցավով նույնիսկ դրեցինք, որ ինչ վատ բան էլի, բայց դուք տեսնեք ինչ հերոսը զանգեր, այստեղ հայցելություններ, խմբագրություն, խնդրում են թե ճանապարհացույց տվեք, ուր դիտենք բան։ Ես արդեն այնքան զարացած, որ արդեն ասում եմ սուտ է դա։ Ամեն օր բնակարանի վաճառքի հայտարարություն են բերում ու ամեն օր հեռանում մեր երկրից, ասում է Եփրաքսիա Մեխակյանը։ Հանրության այս ակտիվ տարի երկրից հեռանալն էլ նպաստում է արդի քաղաքական, տնտեսական ու մշակութային կապիտալի վերարտադրության վրա, իհարկե բացասական առումով։ Որոնք են հիմնական պատճառները, եթե 90-ականներին խոսում են ֆինանսական դժվարությունների մասին ու հաստատում, որ գնում են աշխատանք չունենալու տնտեսական առկա հոգսերի պայմաններում, ապա այսօր հեռացող խավը քիչ թե շատ ապահովվածն է, իսկ պատճառը տնտեսականի հետ նաև քաղաքական ճգնաժամն է։ Ըստ փորձագետների Հայաստանում 5 տարի հետո կմնան ծայրահեղ աղքատները։ Այս ժամանակաշրջանը նաև լուրջ ներքին ակտիվ միգրացիայի շրջան է։ Տեղի ունենում հետևյալ տենդենսը՝ քաղաքներից հեռանում են, գյուղից տեղափոխվում քաղաք, իսկ գյուղերը դատարկվում են։ Քրիստինա Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Gala News։